Բարև ձեզ։ Այս տեսանյութի ընթացքում ես կկիսվեմ իմ Կանադայի փորձով, քանզի շատ նկատել եմ, որ հասարակության մեջ ոչ ռեալիստիկ պատկերացումներ կան աշխարհի այդ հատվածի մասին, հատկապես կյանքի որակի հետ կապված։ 2021 թվականին ես ստացա հրավեր առաջարկ աշխատելու հայտնի պրոյեկտների, ֆիլմերի վրա որպես 3D դիզայներ, վիզուալ էֆեկտների մասնագետ։ Բնականաբար առաջարկը շատ հետաքրքիր էր եւ հատկապես 2020 թվականի դեպքերից հետո մեծ ցանկություն կար տեղափոխվելու այլ երկիր։ Նման մեծ փոփոխությունները շատ կարևոր են ցանկացած մարդու համար, ոչ թե միայն կարիերայի տեսանկյունից, այլ ինքնաճանաչման, կյանքի փորձի եւ ինքնաբացահայտման։ Բնականաբար ես ընդունեցի առաջարկը, սակայն մեծ կասկած կար մեջս, քանզի ինտուիցիայից ելնելով ես երբեք հետաքրքրություն չեմ ունեցել Կանադայի հանդեպ, երբեք մտքովս չի անցել տեղափոխվել կամ նույնիսկ այցելել որպես տուրիստ։ Ընդունելով առաջարկը ես տեղափոխվեցի Վանկուվեր, որը գտնվում է Կանադայի արևմտյան ափին։ Այստեղ կուզեի շեշտել մի նրբություն, որը հասկացել եմ փորձից ելնելով, այն մարդիկ, ովքեր սիրում ու հավանում են Եվրոպան, մեծ հավանականությամբ չեն հավանի ԱՄՆ-ն կամ Կանադան։ Ինչ պատճառներով հետո ինձ թվում է խոսենք դրա մասին։ Ունենալով շատ լավ ապրելու պայմաններ, ես վստահորեն կարող եմ ասել, որ անկախ նրանից թե ինչքան լավ է միջավայրը, ինչքան գեղեցիկ կամ բարեկեցիկ է միջավայրը, արհեստականության զգացողությունը միշտ ուղեկցում է քեզ։ Ուր էլ գնում ես, որովհետև այդ երկիրը եւ քաղաքը, հատկապես Վանկուվերը, շատ նոր է, ամեն ինչ նոր է, ռացիոնալ, պրակտիկ։ Կամ մի արտահայտություն, երբ ասում են գեղեցիկ է, բայց մեջը հոգի չկա, դա ես շատ լավ հասկացա ընկալեցի Կանադայում։ Սա առաջին խնդիրն էր, երկրորդ հիմնական խնդիրը բնականաբար դա մարդիկ են եւ մշակութային մեծ տարբերությունը։ Ասել, որ մարդիկ լավն են կամ վատը շատ սխալ կլինի, բայց կան ֆունդամենտալ տարբերություններ պոստսովետական երկրների քաղաքացիների միջև եւ արևմտյան աշխարհի մարդկանց միջև։ Շփվել իրանց հետ հեշտ է, իրանք շատ նրբանկատ են, շատ բաց են, ավելի ինքնագիտակից են, բայց ընկերություն ձևավորել իրական ընկերություն անհնար է, քանզի էմոցիոնալ տեսանկյունից իրենք անհասանելի են արտաքին աշխարհին, այսինքն կա միայնության մեծ խնդիր, որը անընդհատ ուղեկցում է քեզ։ Եթե դու այնտեղ ոչ մի ծանոթ կամ ընկեր չունես։ Ես նաև ժամանակի ընթացքում հասկացա եւ նկատեցի, որ Կանադան հատկապես ավելի լավ կլինի այն մարդկանց համար, ովքեր բնավորությամբ ինտրովերտ են, որովհետեւ այնտեղ մարդկային շփման կարիք շատ չեն ունենա եւ հեշտ կադապտացվեն։ Քանզի այդ երկրում ընդհանրապես մարդկային կամ սոցիալական կյանքը մեծ պրիորիտետ չի։ Դա նաև ինձ թվում է ինչ որ միտեղ ճիշտ է նաև Ամերիկայի մասին։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ ես քննադատական չեմ մոտենում այս ամեն ինչին։ Ժամանակին շատ էի քննադատում, բայց հետո հասկացա, որ շատ հարցերում ճիշտ ու սխալ չկա, ուղղակի ինդիվիդուալ մոտեցման հարց է։ Ինչ որ մեկի համար կարող է ԱՄՆ-ն կամ Կանադան դրախտ է, մյուսի համար դժոխք եւ այլն։ Իմ խնդիրն այս դեպքում ներկայացնել իմ տեսածը, իմ հասկացածը, թե դուք ինչ եզրահանգումների կգաք, արդեն դա ձեր որոշելիքն է։ Երրորդ դատողությունը, որ ունեմ, դա դատողությունն է ամենատահաճ երևի, դա կոնսումերիզմի մասին է։ Քանզի արվեստի եւ մշակութային կոմպոնենտները եւ սոցիալական կյանքի կոմպոնենտները գրեթե բացակայում են, մարդիկ այդ ամեն ինչը փոխարինում են նյութով։ Ինչ նկատի ունեմ սա ասելով։ Օրինակ Երևանում, Մոսկվայում, Հռոմում, Բարսելոնայում շատ այլ քաղաքներում դուք կտեսնեք, որ մարդիկ առավոտյան գնում են աշխատանքի, հետո գնում են ինչ-որ մի տեղ, օրինակ սրճարան, բար, թատրոն, կինո, իրանց ընկերների հետ եւ այլն։ Այսինքն աշխատանքից դուրս կա ուրիշ կյանք։ Կանադայում եւ ԱՄՆ-ում ես դա չտեսա, այսինքն օրը սկսվում է առավոտյան 6-ին, մարդիկ գնում են աշխատանքի, հետո հետ են գալիս տուն, հետո գնում են աշխատանքի, հետո հետ են գալիս տուն եւ այդպես 5-6 օր շարունակ։ Իսկ վիկենդները, որ ասեմ, շատ ուրախ է, դա նույնպես սուտ կլինի, քանզի կյանքը բավականին դժվար է եւ պահանջում է, որպեսզի մարդիկ անընդհատ աշխատեն։ Այսինքն ամեն ինչ թանկ է, պահանջում է կանոնավոր աշխատանք, դա մեծ ստրես է դնում մարդու վրա։
Էվոլյուցիայի տեսանկյունից դա չափազանց անբնական ռիթմ է, ոչ մի մարդ նախատեսված չի ապրելու այդ ռիթմով։ Մարդը շատ ադապտացվող էակ է իրականում, ինքը միշտ կարողանում է ադապտացվել միջավայրին, բայց դրա համար նա վճարում է շատ մեծ գին։ Մարդիկ, ովքեր պայքարում են ընդհանրապես պայքարում են էվոլյուցիայի դեմ, միշտ մատնված են պարտության։ Ես այդ հասկացել եմ որպես բացարձակ ճշմարտություն։ Իսկ գինը, որը մարդիկ վճարում են այս դեպքում, գալիս է էմոցիոնալ եւ հոգեկան խնդիրների տեսքով։ Վերջին տվյալներով Կանադայում 4 հոգուց մեկը տառապում է ինչ-որ հոգեբանական խնդրով։ Նման կյանքի ռիթմը շատ հաճախ բերում է դատարկության, էմոցիոնալ դատարկության, իսկ մարդիկ այդ դատարկությունը փորձում են լցնել ինչ-որ անիմաստ բաներով, այսինքն մարդ գալիս է տուն եւ սկսում է ինչ-որ անիմաստ բաներ պատվիրել Amazon-ից, որը հիմնականում ինքը երբեք չի օգտագործում։ Սա ընկած է կոնսումերիզմի հիմքում, այսինքն էմոցիոնալ խնդիրը լուծվել ինչ-որ նյութի ձեռքբերմամբ։ Դա տալիս է արհեստական էմոցիոնալ բուստ, բայց երբեք չի լուծում հիմնական խորքային խնդիրը։ Այսինքն մարդը ամբողջովին անբարոյված չի, բայց բավարարված էլ չի։ Ինքը ինչ-որ մեջտեղում է, անընդհատ լողում է, ինչ-որ կոմֆորտ զոնայում է, անառողջ կոմֆորտ զոնայում։ Սա թեև ամենաերկարաժամկետ, ամենաբարդ խնդիրն է արևմուտքում։ Չորրորդ ֆակտորը, որը շատ մեծ դեր է խաղում, դա Հայաստանը ունի 4 եղանակ, ուսովար մարտից մինչև հոկտեմբեր արևոտ է եւ բավականին տաք։ Կանադան կարող եմ ասել, որ ընդհանրապես այդպեսին չի։ Ես 2 քաղաքում եմ եղել, Մոնրեալ եւ Վանկուվեր։ Մոնրեալում եղել եմ մայիսին, շատ ցուրտ էր։ Իսկ Վանկուվերը անընդհատ մռայլ է, այսինքն այնտեղ արև լինում է տարվա մեջ երևի լավագույն դեպքում 4 ամիս մաքսիմում։ Մնացած ամբողջ ժամանակ շատ ծանր, խիտ ամպեր են, այսինքն անընդհատ մութ է եւ անընդհատ մանր անձրև է գալիս, որը ահավոր ազդում է մարդու վրա, որովհետեւ հնարավոր չի դուրս գալ։ Այս 4 հիմնական բացասական կետերն էին, որը ես կարողացա դուրս բերել, իսկ ինչ դրական ասպեկտներ կան արևմուտքում։ Ես առանձնացնում եմ հիմնական 2 կարևոր ասպեկտ, ուրեմն առաջինը դա էկոնոմիկ ստաբիլ վիճակն է։ Ինչ նկատի ունեմ սա ասելով։ Սա նշանակում է, որ եթե դուք ձեր գործի մասնագետն եք, դուք աշխատանքի խնդիր երբեք չեք ունենա։ Եվ կունենաք հնարավորություն առաջ գնալու թե կարիերայում, թե բիզնեսում, որովհետև ամեն ինչ ստաբիլ է։ Եթե որոշել եք բիզնես սկսել, դուք կարող եք ամեն ինչ պլանավորել 5-ից 10 տարի ապագա պրոյեկցիայով, քանզի քաղաքական, թե էկոնոմիկ տեսանկյունից ամեն ինչ շատ ստաբիլ է, տնտեսական ստաբիլություն կա։ Երկրորդ դրական ֆակտորը դա մեծ շուկան է, այսինքն եթե դու վաճառում ես ինչ-որ պրոդուկտ կամ սերվիս կամ նոր ստարտափ ես սկսում, դու միշտ կունենաս վճարունակ մեծ զանգված մի բանը, որը Հայաստանում ընդհանրապես չկա, այսինքն աշխատանքի եւ փող աշխատելու տեսանկյունից ԱՄՆ-ն կամ Կանադան բավականին լավ տարբերակներ են։ ԱՄՆ-ն հատկապես, բայց երկարաժամկետ ապրելու տեսանկյունից ես չեմ կարող ասել, ապրելով այնտեղ շուրջ 6 ամիս ես հասկացա, որ չեմ կարող իմ կյանքը կառուցել այդ երկրում։ Իմ ապագան այնտեղ չեմ տեսնում, հետեւաբար վերադարձա Հայաստան։ Բայց կուզեի նշել, դրանում շատ մեծ դեր է խաղում նաև ընկերների եւ միջավայրի բացակայությունը։ Ես տեղափոխվել էի ոչ մեկի չիմանալով, բացարձակ մենակ ու խնդիրը նաև դրանում էլ չէր, այսինքն եթե դու հայտնվում ես մի տեղում, որտեղ կան հայեր, ռուսներ, ինչ որ պոստսովետական երկրներից մարդիկ եւ դու էքստրովերտ ես, շատ արագ միջավայրում կկոնոշես ու կստեղծես կապեր, բայց կոնկրետ Վանկուվերում գրեթե հայ չկա, հիմնականում այնտեղ կանադացիներ են, չինացիներ, ամերիկացիներ, այդ սեգմենտն է այդտեղ ապրում։ Եվ ի վերջո դու հայտնվում ես մի հատ սոցիալական վակուումի մեջ, որը շատ դաժան բան է, հետեւաբար ես ունեմ մի քանի խորհուրդ այն մարդկանց, ովքեր մտածում են տեղափոխվելու այլ երկիր, որտեղ կկառուցեն իրենց կյանքը կամ կապրեն։ Առաջինը ես խորհուրդ կտայի տեսնել մինչև մշտական տեղափոխվելը, գնալ եւ տեսնել արդյոք այդ երկիրը ձեր դուրը գալիս է, ապրել մի քիչ այնտեղ, որովհետեւ առաջին հենց քայլից դուք կհասկանաք ինտուիցիա, օրինակ ես երբ որ իջա օդանավակայանը Վանկուվերի, այդ պահից արդեն հասկացա, որ երկար չեմ մնա այստեղ, որովհետեւ ինձ արդեն մանր նրբություններ կային, որ դուր չեկավ։ Հետևաբար գնալ տեսնելը շատ կարևոր է։ Երկրորդ ֆակտորը նա է, որ ունենալ ծանոթություն։ Դա շատ կարևոր է, թեկուզ 1-2 հոգի ում հետ հնարավոր կլինի շփվել առաջի 3, 4, 5, 6 ամիսը
որովհետև առաջին 1 տարին երևի ամենադժվարն է, հետո մարդը արդեն ադապտացվում է ավելի հեշտ պերիոդ է մտնում։ Երրորդ ֆակտորը նա է, որ չգիտես ինչի հայերին թվում է, որ եթե գնան ԱՄՆ կամ Կանադա, իրենց կյանքը միանգամից հեշտանալու է։ Դա այդպես չի։ Այդ երկրները սովորաբար հեշտ են այն մարդկանց համար, ովքեր արդեն ինչ-որ մասնագիտություն ունեն, ովքեր ինչ-որ գործի պրոֆեսիոնալն են։ Կա փորձի եւ պրոֆեսիոնալիզմի մակարդակ։ Եթե մարդ ոչ մի բանի չի տիրապետում, կյանքը այնտեղ շատ ավելի դժվար է հաստատ, քան Հայաստանում։ Չորրորդ խորհուրդը նա է, որ պետք է հասկանալ, որ կոմպրոմիսի եւ զոհաբերության մեջ շատ բարակ գիծ է գնում, այսինքն եթե մարդ տեղափոխվում է ինչ-որ մի երկիր ու ինքը հասկանում է, որ դա իր որոշումն է եւ վերջ, որոշում է կայացրել, իրեն դուր է գալիս անկախ դժվարությունից, ինքը ուզում է իր կյանքը այնտեղ կառուցի, բոլոր դժվարությունները, որը գալիս է իր ճանապարհին, սովորաբար հաղթահարելի են, որովհետեւ դրա հետևում կա հստակ պատճառ, կա հստակ գոլ։ Իսկ կոմպրոմիսը նա, երբ որ մարդ տեղափոխվում է միտեղ, դա իրեն դուր չի գալիս, իր սրտով չի, բայց քանի որ ինքը ավելի լավ տարբերակ չունի, ինքը յոլա է գնում։ Դա շատ վատ ստրատեգիա է, որովհետև երկարաժամկետ տեսանկյունից դա չի բերի առողջության, թե ֆիզիկական, թե հոգեբանական հաստատ լավ տեղ չի տանի։ Կոմպրոմիսը եւ զոհաբերությունը շատ տարբեր բաներ են։ Մի գնացեք կոմպրոմիսի։ Եթե ձեզ դուր չի գալի, միանգամից երկրորդ քայլը ձեռնարկեք։ Կլինի դա հետ գալ Հայաստան գնալ ուրիշ երկիր, էական չի, բայց կոմպրոմիսնի գնալ կյանքի համար կարևոր հարցերում դա շատ վատ ու վտանգավոր գաղափար է։ Ինչեւ այսօր այսքանը ինձ թվում է տեսնում թե ձեզ ինչ որ հարցերում օգտակար կլինի։ Շնորհակալություն եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութի ընթացքում։